Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք խորհրդանական ընտրությունների մասնակից երկու թիմերից ներկայացուցիչների, ազգային ժողովրդական բևեռի խորհրդարանի ընտրությունների ցուցակի երկրորդ համար Գևորգ Սաֆարյանը, բարի գալուստ, Բարև ձեզ։ Եվ Քոչարի կուսակցության հիմնադիր նախագահ վարչապետի տեխնացու Արտակ Սարգսյանը, բարի գալուստ։ Սիրով։ Այսօրվա մեր ձևաչափը մի քիչ փոքր է, քան ոդկասթի նման չի լինելու։ Մենք կփորձենք իրար հետ երեքով ֆորմուլա գտնենք, թե որն է այն ֆորմուլան, որ Նիկոլ Փաշինյանին կարողանանք անվնաս մեր ժողովրդին եւ պետությանը հեռացնենք։ Սենց ասած կփորձենք։ Եվ առաջին հարցը ես մի 2-3 հարց ձեզ կտամ, հետո հնարավորություն կտամ մեկը մյուսիդ հարցեր տակ, եւ ես շատ մեծ ուշադրությամբ կհետևեմ, թե դուք ինչպիսի պատասխաններ եք տալու, եթե միջամտելու կլինի, կմիջամտեմ։ Այ խնդրեմ Արտակ ջան, ձեզանից սկսենք, էլի։ Կներկայացնեք ձեր ծրագրի այն կետերը, որոնք ոչ մի այլ տեխնազուների մոտ, մասնակիցների մոտ չի կրկնվում, եւ դա դուք գտնում եք հենց այդ հիմնական դրույթներն են, որոնց միջոցով կլինի այն, ինչ որ նորից նախանշեցի, խնդրեմ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ մեր մյուս հյուրին, պարոն Սաֆարյանին, Սաֆարյան չէ՞ ճիշտ եմ ասում։ Ես կասեի Արսեն ջան, որ մեր ծրագրի համարյա բոլոր կետերը ինչ որ know-how են, ոչ ոք այտենց կետ չի նշանակի, մի քանիսը ասենք թվարկեմ անվճար քաղաքային տրանսպորտ եւ գույքահարկի զրոյացում, մենք դա հենց առաջի օրն ենք խոստացել հաղթանակի դեպքում։ Հետո մենք ասել ենք, որ վաուչերային սեփականաշնորհման հանձնաժողով է ստեղծվում եւ բոլոր այն վաուչերային սեփականաշնորհումները ստրատեգիական եւ խոշոր ձեռնարկությունների վերանայվելու ստրատեգիականները պետքա վերադարձվի պետությանը։ Հետո ասել ենք, որ հաղթանակի դեպքում հենց ազգային ժողովն է դառնում սահմանադրական բարելավումների, բարեփոխումների հենց ինքը հանձնաժողովը, ոչ թե Իոնիսյաններն են, հա, այդ գործը անում։ Մյուսը մենք իհարկե բանակի հարցը ասել ենք, որ մենք վարձկաններ ենք բերելու, որը որ մենք 44 օրյա պատերազմի ժամանակ էինք առաջարկել։ Մյուս հարցը, որ եկեղեցուն տալու ենք դիպլոմատիկ ստատուս, դիվանագիտական ստատուս ամբողջ աշխարհում։ Երկպալատանի համակարգ, որը որ ասենք մի պալատը լինելու է Սփյուռքի պալատ, կիսանախագահական շատ ենք լսել, մենք առաջարկում ենք կիսանախագահական, որի ժամանակ նախագահային պատկանում է արտաքին գործերի նախարարությունը եւ բոլոր ուժայինները, իսկ վարչապետը միայն տնտեսական հարցերով է զբաղվում։ Լավ, շնորհակալություն, ուղղակի մի հատ ճշտող հարց տամ մեր հարցի հետ կապված, որովհետեւ մեր հետևորդները իրանք հասկանան ինչու մասին է խոսքը։ Բանակում ասում եք վարձկաններ։ Այ երբ որ դուք վարձկաններ բերում եք այդ ժամկետային զինծառայողները, ծառայելու են, թե իրանք չեն ծառայելու։ Տեսեք, ես անձամբ ժամկետային զինծառայողին դեմ եմ, քանի որ հարցը քանակը չի ու այսօրվա պատերազմներում այն երեխեն, որ չի կռվելու ու եթե վիրավորվեց, զոհվեց կամ վախեցավ, նույնիսկ լինելու է գրուս, հա, բեռա լինելու, քանի որ մի վիրավորը հաշվեք 4-ից 6 հոգի զբաղված են լինում այդ վիրավորին տանելու, ոչ բոլորը խիզախություն ունեն իրենց կյանքին վերջ տալու եւ գերի, դա լծակա, դա վիրավորը բեռ, այսինքն ես անձամբ ժամկետայինին դեմ եմ, բայց համել կողմ եմ, որ ամբողջ ազգը պետքա զինված պատրաստություն ունենա, կապ չունի ծառայելու է, թե չի ծառայելու եւ վարձկանները կամ վարձու բանակը, ասենց ասենք, հա, մեր գաղափարակիցները, քրիստոնյա եղբայրները կամ ասենց ասենք, նրանք կանոնավոր բանակի գործը հեշտացնողներն են։ Կանոնավոր բանակը ունի դիրք, ունի մատակարարում, իսկ վարձու բանակները հիմնականում հատուկ ջոկատի գործը նա չունի շփման գիծ, նա օրը 10 անգամ այդ շփման գիծը անցնում է եւ հարվածում է մատակարարմանը, որը շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Սաֆարյան։
մեր առանձնահատկությունները հարցը Ծրագրում ինչպիսի դրույթներ ունեք դուք, որ ինքնին տարբերվում են բոլոր Հասկացա։ մասնակիցներից եւ դուք համարում եք, որ դա է հիմնականն, որի վրա կարելի է կառուցել առհասարակ մեր մոտեցումները իրենք հիմնարար փոփոխությունների կամ այլ խոսքով ասած հեղափոխական փոփոխությունների մոտեցումներ են։ Մենք կարծում ենք, որ պետությունը պիտի անցնի անցումային փուլ, պիտի ունենա անցումային արդարադատության ատյաններ, պիտի տրվի ուրեմն իրավաքաղաքական գնահատական անցյալին, պիտի տեղի ունենա լյուստրացիա, պիտի բացվեն գաղտնի արխիվները եւ մենք դա պատկերացնում ենք օրինակ 3 մենք դա անվանել ենք գծերով։ Լյուստրացիան պետք է տեղի ունենա համապարփակ, այսինքն խոսքը չի գնում միայն գործակալական ցանցերի քայքայման մասին։ Այն պետք է լինի գործակալական լյուստրացիա, տնտեսական լյուստրացիա եւ քաղաքական լյուստրացիա։ Այսինքն պետք է բացահայտվեն այն մարդիկ, ովքեր որ հանդիսանում են օտարերկրյա գործակալներ եւ մանավանդ գտնվում են պետական կառավարման մեջ, այսինքն հանդիսանում են 5-րդ շահասյան ներկայացուցիչներ։ Պետք է բացահայտել այն մարդկանց, ովքեր որ թալանելով, կեղեքելով հայ ժողովրդին, տասնամյակներ շարունակ մեր աղքատ ժողովրդի հաշվին գերհարստացել են։ Եվ նրանց մոտ այդ գծերը, որ մենք տեսնում ենք, այն մարդիկ, ովքեր որ եղել են կազմակերպիչը մեր ժողովրդի թալանի, այս մարդիկ պետք է բոլորը պատժվեն, ենթարկվեն քրեական պատասխանատվության եւ նրանց թալանածը պետք է հետ վերվի։ Մարդիկ, ովքեր որ ուրեմն այս կամ այն կերպ մասնակից են եղել այդ ամենին, բայց չեն եղել կազմակերպիչ, ապա նրանք նույնպես թալանածը հետ պիտի բերեն պետությանը, սակայն դրանից հետո կարող են չենթարկվել քրեական պատասխանատվության։ Մենք սա անվանում ենք կարմիր գծից վերև, կարմիր գծից մինչև դեղին գիծ, այս այն սեգմենտն է, որոնք չեն ենթարկվի քրեական պատասխանատվության, եւ դեղին գծից ներքև ընկած մարդիկ, ովքեր ինքնին զոհ են։ Այո, նրանք նույնպես զբաղվել են կաշառակիրությամբ եւ այլն, բայց համակարգն է եղել այդպես եւ իրենք մեղավորություն չունեն։ Այս մարդկանց նկատմամբ պիտի իրականացվի համաներում։ Իհարկե, եթե խոսում ենք պաշտպանության մասին, ապա մեր մոտեցումը պաշտպանական համակարգի ձևավորումն է Հայաստանում, որը մինչ օրս չկա։ Մենք առաջարկել ենք ազգ-բանակ պաշտպանական համակարգը, որը իր էության մեջ կարելի ասել շատ նման է շվեյցարական համակարգին, սակայն իհարկե հաշվի առնելով մեր առանձնահատկությունները։ Այսպիսի պայմաններում, այդ ազգ-բանակ մոտեցման պայմաններում, սա այն մոտեցումն է, որ պետությունը կարողանում է փոքր ուժերով, ունենալով փոքր ռեսուրս, փոքր ազգաբնակչություն, դիմակայել մեծ մարտահրավերներին։ Կարող ենք մանրամասնել, եթե դրա կարիքը կա, բայց ընդհանրական ներկայացուցի ընթացքում, այո, պարոն Սաֆարյան, մի հատ հարց տամ էլի, ձեզ որպեսզի ճշտվի այդ լյուստրացիայի հիմնական գործակալների հետ կապված հարցում։ Դուք խոսքը գնում է միայն արտերկրում գործակալներ, այսինքն նրանք, ովքեր ուրիշ պետությունների համար են աշխատում, այսինքն մեր ԱԱԾ-ում կան աշխատողներ, գործակալներ, որոնք պետական շահն են սպասարկում։ Դրանց մասին խոսք չի գնում։ Շատ կարևոր հարց է։ Երբ որ մենք ասում ենք լյուստրացիա եւ գաղտնի արխիվների բացում, մի շարք մարդիկ ասում են ինչպես, ասենք օրինակ մենք ունենք Ադրբեջանում առկա գործակալներ եւ նրանք կբացահայտվեն։ Դա այդպես չի։ Լյուստրացիայի մասին գրվում է օրենք։ Օրենքը հստակ ձևակերպում է այն չափորոշիչները, թե ով պիտի բացահայտվի։ Միանշանակ մարդիկ, ովքեր որ հանդիսանում են պետական շահը առաջ տանող գործակալներ եւ հակաօրինական գործունեություն չեն ծավալել Հայաստանի Հանրապետության դեմ, խոսքը դրա մասին չի։ Այլ այն օտարերկրյա գործակալները, որը ներդրվել են պետական ապարատ եւ պետական ապարատի գաղտնիքները հանում են, ուղարկում են այլ երկրներ։ Եվ սրանք անհատներ չեն, սրանք գործակալական ցանցեր են, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում։ Եվ իհարկե պարզ է, բոլորին հայտնաբերել հնարավոր չի, սակայն երբ որ դու ցանցը քայքայում ես, ցանցի գործունեության էֆեկտիվությունը կտրուկ իջնում է։ Լավ, շնորհակալություն ճշտման համար, Արտակ ջան, հետո դու կարաս հարցեր այդ 10 ուղված բոլոր ինչ ուզենաս կարաս հարցնես, եղբայր։ Երկրորդ հարցը, որ ուզում եմ տամ, այդ տեսեք, երկու ուժն էլ գնացիք առանձին։ Ինչը խանգարեց, որովհետեւ դուք կարողանայիք միավորվեիք ավելի
ասենք ձեր ուժերը միավորված գնայիք ու այս դուք տեսնում եք ինչպիսի ուժեր, ինչպիսի ռեսուրսներ, ինչպիսի գումարներ են ծախսվում այս կամպանիայի ժամանակ։ Ինչն էր այդ բանը, Արտակ ջան, որ օրինակ դուք որոշեցիք միայնակ գնաք։ Ոչ մեկ հետ չեք տեսնում ինչ որ եզրեր, թե ուրիշ հանգամանքներ կային։ Ես անգլերեն արտահայտություն կա, I will hold my peace, հա։ Ես կթողեմ իմ օպոնենտը պատասխանի, ես այդ հարցով հիմա դիրքորոշում չեմ հայտնի։ Մենք չմիացանք։ Okay։ Մենք ճիշտն ասած, եթե հետևել եք մեր քաղաքական գործունեությանը, ինքնին մենք ինչ կոչվում ենք ազգային ժողովրդավարական բևեռ։ Ինչպես ձևավորվեց այս կառույցը, ի սկզբանե Սասնա Ծռեր կուսակցությունը հայտարարեց, որ եկեք բոլորս համախմբվենք եւ մի շարք այլ մարդիկ, ովքեր որ չեն հանդիսանում Սասնա Ծռեր կուսակցության անդամ, միացան ընդհանուր հարթակին։ Այս մոտեցումը մենք ունենք դեռ 12 թվականից։ Դեռ եթե կհիշեք նախախորհրդարան, հիմնադիր խորհրդարան, մենք միշտ կոչ ենք արել, քանի որ մեր գործունեությունը մենք տեսնում ենք որպես ազգային ազատագրական պայքար, մենք միշտ կոչ ենք արել որևիցե կուսակցական դրոշ իջացնել։ Որևիցե։ Այսինքն մենք կհասնենք այ մեր առաջարկը որն է մաքրել դաշտը, այդ թվում նաև քաղաքական դաշտը, լյուստրացիան հենց դրա համար է։ Ստեղծել այնպիսի պարարտ հող, որտեղ բոլոր կուսակցությունները ազատորեն կարող են ձևավորվել, ունենալ ազատ խոսք, հիմի տեսեք, մենք այսօր եկել ենք ձեր մոտ հարցազրույցի, սակայն տարիների ընթացքում մենք գտնվում ենք ինֆորմացիոն բլոկադայի մեջ։ Եվ հանրությունը քեզ չի տեսնում, չի ճանաչում։ Այսինքն չկա պարարտ հող, որտեղ որ կձևավորվի կուսակցական գործունեություն։ Դրա համար պետք է լինի ազգային ազատագրական պայքար, այդ հողը, պարարտ հողը ստեղծվի, հետո յուրաքանչյուր կուսակցություն։ Շնորհակալություն։ Սա մեր դիրքորոշումն է միշտ եւ միշտ պատրաստ ենք բոլորի հետ քննարկել համատեղ գործունեությունը, միշտ հրապարակային ենք եղել։ Շնորհակալություն։ Եվ երրորդ հարցն էլ տամ ու դրանից հետո իրար հետ կարող եք խոսել հարցերի, պատասխանների միջոցով։ Արգելի Սարգսյան ջան։ Արտակ, ձեր համար Արսեն ջան, մենակ Արտակ։ Չէ, քանի որ ուրեմն Գևորգ եմ Ես ասել։ բացարձակ դեմ չեմ։ Լավ։ Իմ անունից չեմ։ Ապա պաշտոնական եմ տալիս, որովհետև պաշտոնական, ասենց ասած, վարչապետի տեխնազու եք, ես վաղը եթե դուք վարչապետ ընդրվեք, ես դες Արտակով կյանքում չեմ դիմի, որովհետև ես այդ ինստիտուտը հարգելով պարոնով կդիմեմ։ Լավ, հիմա քանի հələ որ չեք վարչապետ, ասեմ հետեւյալ ձև։ Արտակ ջան, ես այս հարցը մի անգամ ձեզ ու եթերի ժամանակ տվել եմ իմ մոտ, մի հատ եմ տալու, որովհետև դրանից հետո շատ մեծ արձագանք կտավ ու մարդկանց մոտ չհասկացվեց թե ինչ ասեց Արտակը։ Նույնիսկ Նիկոլինա միանալու։ Հիմի հարց եմ տալիս։ Պատկերացնենք մի տարբերակ, որ 2 կամ 3 ընդդիմադիր ուժ անցել է, Նիկոլ Փաշինյանը ունի 49%, այն էլ ունի 49%։ Կամ լավ, ոնց է դեռ 4% է, չէ՞, մինիմում ելնում։ Այո, մինիմում 4%։ Հա, ու դուք եք անցել բանը ինչ որ տոկոսներով եւ ձեր ձայնն է կարեւոր, թե ով է լինելու իշխանություն։ Հիմի դուք Նիկոլ Փաշինյանին եք ձայն տալիս, ընդդիմությանն եք տալիս, թե թողնում եք երկրորդ փուլի ու ինչու հիմնավոր եք։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանին միանշանակ ձայն չենք տալիս, ընդդիմություն ասածը ես այսօր չգիտեմ, որ ուժերին դուք նկատի ունեք, քանի որ ընդդիմությունը մեր ժողովրդի մոտ հայհոյանք է դարել, երբ որ մեզ են դիմում, ասում են պարոն Սարգսյան, դուք երրորդ ուժ եք, ոչ թե ընդդիմություն։ Ընդդիմություն բառը այս ազգային ժողովում ինչ կատարվեց այս 18 թվականից հետո դարել է հայհոյանք մեր ժողովրդի ժարգոնի մեջ մտել է որպես հայհոյանք, հա։ Եթե խոսքը գնում է այդ ազգային ժողովում գտնվող ուժերին, դե յուրաքանչյուր ուժ։ Չէ, մենք չգիտենք հիմական ուժեր, որ նոր են ստեղծվել։ Լավ, համարեք բևեռն է հայտնվել, մի հատ էլ ձեր որին ուզում եք նշեք։ Որ ուժին ուզում եք նշեք։ Սենց ասենք, հա, մենք չգիտենք Սպայդերմեններն են հայտնվել երկրորդն էլ։ Դուք կմիանաք։ Չէ, Սպայդերմենին մենք չգիտենք որպես ընդդիմադիր, ասենք 5000 դրամանոց ստեղծված ինչ-որ ուժ, չգիտենք իրանք ոնց են իրանց դրսևորելու, ժողովուրդը չգիտի իրանք ընդդիմադիր են, ոչ ընդդիմադիր են, նրանց գաղափարներին համաձայն չեն, նրանց ղազագրերի, չէ, Արտակ ջան, կասեք ով է ընդդիմադիր, բացի ձեզանից։ Լավ, այդտենց ավելի հեշտ ճանապարհով գնանք։ Կարեք այդ 19-ի միջից նախանշեք մեկին, որի դուք Ես հիմա չեմ ասի, համագործակցել, այսինքն զուգահեռ ենք անցնելու, հիմա չկա արդեն ցուցակներում միանալ, զուգահեռ ինչ որ ուժի հետ։ Որովհետեւ մի պարագայում միանալու եք Նիկոլ Փաշինյանին։ Ոչ մի պարագայում, ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ այսօրվա
այդ պարլամենտական ընդդիմությանը, ոչ այդ ուժեղ Հայաստանին, ոչ էլ Ծառուկյանին։ Մենք նրանց ուժեղ Հայաստան դաշինք եւ Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին դուք չեք միանալու։ Միանշանակ։ Ու չեք միանալու Նիկոլ Փաշինյանի, այսինքն մնում է երրորդ տարբերակը, թողնելու եք երկրորդ փուլ։ Կտեսնենք, որ ուժն է իրան դրսևորելու որպես ընդդիմադիր։ Ես ասում եմ, կան ուժեր, որ ոչ չեմ մենք մտել այդ ուժերը, Արտակ ջան, չեմ մտել են այդ երեք ուժը, որին դուք Ես կասկածում եմ, որ այդ ուժերը կմտնեն, Արսեն ջան, իրոք ասում եմ, Ծառուկյանը այնքան անվստահ է իր վրա, շատ լծակներ ունի ու այնքան անվստահ է, որ օգտվել է օրենքի բաց թողումից ու պետությունն է թողել է, տես բլոկների համար բաց թողում կար, նրանք օրենք ընդունեցին անմիջապես։ Ձերը նույնն է ասում, Արտակ ջան, կներեք Գևորգ ջան, մի հատ հարց էլ տամ։ Ձեզ այդ դատարանը արտարացրեց։ Գագիկ Ծառուկյանին էլ արտարացրեց։ Հիմի որ այդ Չէ, դատարանին չի արտարացնում, բայց նախաքն թողեց որ խոսակ, ելնեք եւ այլն։ Չէ, ես նախաքննության մեջ եմ եւ դատարանի որոշմամբ իմ սեկտ համակարգը բաց է, բայց ՆԳՆ-ն եւ քննչականը չեն բացում, դիմել պահում են այդ նավսակի։ Հա, պահում են։ Հիմա ասում են կարող է թողենք էլ հետ չգա։ Լավ, հասկացանք, Արտակ։ Հիմա չէ, ես ասեմ, այդ անունները որ տալիս ես Արսեն ջան, ես բազումս անուններ չեմ տվեց, ուժերի անուններ։ Հա, ուժերի։ Ես բազումս անգամ ասել եմ, դրանք դուրս են եկել սեփականություն պաշտպանելու համար։ Ոչ մի գործ այս ազգի հետ նրանք չունեն։ Ես իրավունք չունեմ ձեր հետ վիճելու։ Ես հաղորդավարն եմ։ Չէ, լծակը այնքան մեծ է, որ նրանք երբ Փաշինյանը կանչեց, գործարքի են գալու։ Լավ։ Կանչիասի գնալու են գործարքի։ Կանչիասի տղուտ եմ ներում, կանչիասի տղուտ չեմ բերում, կանչիասի 300 միլիոնն եմ ներում։ Նրանք գործարքի են գնալու եւ ժողովուրդը տեսել է, որ մի անգամ չի եղել, ասենք։ Հասկանալի է, Գևորգ ջան, խնդրեմ դուք պատասխանեք։ Այո, նույն հարցին։ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը հանդիսանում են 5-րդ շարասյուն։ Ենթարկվում են թուրք-ադրբեջանական պահանջներին, ինչպես նաև դեռ որոշակիորեն նաև Ռուսաստանի պահանջներին։ Ուղղակի Ռուսաստանը գնալով թուլանում է եւ իր ազդեցությունը այս կոմպոնենտը ավելի փոքրանում է, բայց նա նաև ռուսական ագենտ է եւ որևիցե տեսակի ուրեմն համագործակցություն Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբի հետ բացառված է։ Դա պետական դավաճանություն է նրանց հետ համագործակցելը։ Ինչ վերաբերվում է հարցը, իսկ ում հետ մենք կհամագործակցենք, այստեղ շատ հստակ է մեր չափորոշիչը, անկախ անուններից, անկախ կուսակցություններից, բացառապես այն կուսակցությունների հետ, որոնց համար Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է։ Եվ նրանք որևիցե դեպքում այս արժեքը չեն ոտնահարի, չեն դառնա որևիցե կենտրոնի ենթակայության տակ գտնվող մարդիկ կամ ուժեր։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը մեր համար անքակտելի է եւ անքննելի։ Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, առաջարկ Հայաստանին։ Այսօր ձեր թվարկած քաղաքական ուժերը որևիցե դիրքորոշում չեն արտահայտել, որ մտնեն իմ ասած չափորոշիչի մեջ։ Նրանց երբ որ լրագրողները հարցեր են տալիս, օրինակ հենց օտարերկրյա կամ այն կենտրոնի ենթակայությանը վերաբերվող կամ դրան ակնարկող, այդ մարդիկ ամեն կերպ խուսափում են այդ պատասխաններից։ Իսկ որոշ դեպքերում, երբ որ պատասխանում են, դու հասկանում ես, որ ինքը այս կամ այն ուրեմն համաշխարհային քաղաքական կենտրոնի ենթական է։ Շատ հստակ պիտի լինի բոլորի դիրքորոշումը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը իրենց համար բարձրագույն արժեք է, թե ոչ։ Տեսեք, եթե իմ հիշողությունը ինչի դավաճանում, ես Արա Պապյանի հետ վերջին մեր հաղորդման ժամանակ, Ars podcast-ի ժամանակ նմանատիպ հարց եմ տվել, կապված ուժեղ Հայաստանի եւ մնացածի հետ, Արա Պապյանի պատասխանը եղել է միանշանակ, որ ավելի լավ է այդ ուժերի հետ Նիկոլին հեռացնենք, որտեղ Նիկոլը ընդհանրապես շանս չի թողում երկիր ունենալու, իսկ նրանք էլի որոշակի չափով եզրեր կա աշխատելու։ Արա Պապյանը նաև մի ուրեմն հարցազրույցի ժամանակ իր վերլուծությունը տվեց առայն, որ այնտեղ հարց տվեցին, օրինակ Սամվել Կարապետյան, թե Նիկոլ Փաշինյան։ Արա Պապյանը քաղաքագիտական վերլուծություն տվեց առայն, որ Նիկոլ Փաշինյանը ինքը այսպես ապացուցված դավաճան է, այդ մարդու քաղաքականությունը ակնհայտորեն տանում է դեպի Թուրքիա, Սամվել Կարապետյանի պարագայում մենք կարող ենք ենթադրություններ ունենալ։
Այսինքն նրա կողմից տվյալ դավաճանական գործողություններ չենք տեսել, բայց նաև վերջում Արա Պապյանը հստակ նշեց, որ ես իմ ձայնը Սամվել Կարապետյանին չեմ տա։ Այսինքն նորից եմ կրկնում, կոնկրետ Սամվել Կարապետյանը եւ իր ուժը բազմաթիվ հարցազրույցների ժամանակ իմ նշած չափորոշիչներին համապատասխան պատասխաններ չեն տալիս, շատ հստակ, որ իրենք չեն հանդիսանա որևիցե աշխարհակաղակական կենտրոնի ենթակա։ Շատ լավ։ Չէ, Քոչարյանը լավ էլ տալիս է, ասում է Բելոռուսիայի պես պետք է լինենք։ Արտակ ջան, ասենք երկրորդ փուլին մեր այսօրվա հաղորդման դուք կարաք կարճ հարց ձևակերպեք, պատասխանից հետո արձագանքեք եւ ստանաք նույնպես պատասխան։ Երրորդ փուլը արդեն կարաք բանավիճեք առանց որևիցե մի արգելքի։ Խնդրեմ հիմա դուք հարց տվեք, շատ կարճ։ Մի հարց տվեք, 3 հարց առնելու, ասենց իրար հետ փոխել։ 3 հերիք չի ասում։ Չէ, 3 հարց իրար տալիս ենք, հետո բանավիճում ենք, 20 րոպե տալիս եմ օտար։ Լավ, մի հատ ես կուզեի իմ օպոնենտը պարոն Սաֆարյանը բացատրել լյուստրացիա բառի նշանակությունը եւ ասենք մենք ունենք ՍՍՀՄ-ի համակարգ, որ մեր ԱԱԾ-ի աշխատողները ՍՍՀՄ-ի մտնելու են արդյոք այդ ագենտուրայի ցանցի մեջ եւ ոնց են բացահայտելու այդ ագենտուրայի ցանցը։ Ես մի հատ հասարակ օրինակ բերեմ, մեր քննչականը, մեր ԱԱԾ-ն, մեր Ինտերպոլը դիմում է Քենիա իմ գործով, որպեսզի ինֆորմացիա ստանա։ Ես ստեղծ ահաբեկչական ջոկատի հրամանատարն եմ, ստեղծողը եւ հականարկոտիկսի Կենիան ոչ մի ինֆորմացիա չի տալիս։ Հիմա ո՞նց են բացահայտ տանջանքա լինելու։ Հասկանալի է հարցը։ Ո՞նց եք բացահայտել։ Նայեք, լյուստրացիան, այսպես նոր Ամերիկա հայտնաբերելու կարիք չկա, բազմաթիվ պետություններ անցել են այդ ճանապարհը։ Բարի նշանակությունը ես հարցրեցի։ Բառի նշանակությունը ես չգիտեմ եւ իր ցակումնաբանությունն էլ չգիտեմ Որտեղ որտեղից դուք է սխալ գալիս։ տեղ եք օգտագործում այդ բառը։ Այն ինչ որ դուք ասում եք, Այո, ու գրի չի լյուստրացիա։ համապատասխանում լյուստրացիա Չի հասկացանը։ համապատասխանում։ Ինչի եք այդպես կարծում։ Ես լյուստրացիա բառի նշանակությունը գիտեմ, դրա համար հարցը Հա, տվեցի։ լյուստրացիա բառի Google Արսեն ջան, լյուստրացիա բառ։ Մի հատ ասա Լյուստրացիա Դուք նշանակությունը։ կարաք խոսեք։ Նայեք, լյուստրացիա բառի ցակումնաբանությունը եւ որ լեզվից է գալիս եւ ինչ նշանակություն ունի, չգիտեմ, բայց ես կարող եմ լյուստրացիա տերմինի նշանակությունը ասել, ինչ վերաբերվում է ձեր օրինակը, չէ՞, դուք ասացիք, որ օրինակ իմ պարագայում չեն տա տեղեկություն։ Եթե դուք ուշադիր եղաք, ես ասացի, որ բացահայտել բոլորին հնարավոր չի։ Հիմա կլինեն Ինչ սկզբունքով եք ասել։ բացառել։ Բամբասանք, վրեժ, Հիմա կասեմ։ նախանձություն, հիմա եկա Չէ, ասացի բացարձակ։ Արսենը ագենտա տանելու եք, Հիմա տանջեք Արսենին։ ոչ մի դեպքում ոչ մեկին չենք տանջելու։ Նայեք, բոլորին բացահայտել հնարավոր չի լինելու։ Իսկ ինչպես է գործելու լյուստրացիայի բացահայտման գործիքը, առասարակ ինչպես է գործում։ Գաղտնի արխիվների բացահայտման արդյունքում առաջանում են ուրեմն գործընթացներ հետաքննական, միանշանակ այդ գործընթացների մեջ ոչ մեկին չենք տանջելու եւ եղունգները չենք քաշելու, գործընթացներ հետաքննական, մենք երբեք նման հակամարտկային եւ հակաիրավական գործողությունների կողմնակից չենք եղել, եւ այդ գործընթացների ընթացքում սկսվում են բացահայտումները։ Իհարկե այդ բացահայտումները տևում են ինչ որ ժամանակ, իհարկե այդ բացահայտումները չեն վերաբերվելու բոլորին, սակայն ցանցերը, որոնք որ գոյացած են, լյուստրացիայի արդյունքում սկսում են քայքայվել։ Չէ, ինչ սկզբնախբյուրն էր հետաքրքիր։ Սկզբնախբյուրը գաղտնի ասեմ, արխիվներում նշանակում առկա ահավորը։ տեղեկությունները։ Հա, Այն ինչ որ գրված է, ճիշտ ասած իմ համար էլ է Ապա, նորություն։ Հայերեն մակրագործում ծագում է լատիներեն lustratio բառից, lustra մակրագործում զոհաբերության, այսինքն մատաղ անելու միջոցով, սարև։ Հա, բայց դա լատիներենում է։ Շատ ահավոր է, օրենսդրական սահմանափակում, որը կիրառվում է իշխանապողությունից հետո նախկին իշխանությունների կողմից կողմնակիցների իրավունքների սահմանափակման համար։ Այսինքն ես ասում եմ, այն որ օպոնենտս նկարագրում էր ու այն ինչ որ լյուստրացիա Բայց նշանակում է, մոտակը բայց ինչ ասեցին Նայ, ոչ տանջանք, մեկին այդ իհարկե։ տանջանքը լյուստրացիայի մեջ մտնելու է, բայց այն ինչ որ նկարագրում է, դա լյուստրացիայի Այսինքն դու ընդհանրապես ամենայն Դա նայեք։ մեթոդը հանում ես, մենակ մատաղն ես տողում։ չէ, ես ասում եմ Նայեք, լատիներեն բառի հին հռոմում կիրառությունը եւ ժամանակակից տերմինը ոչ մի կապ չունի իր հետ։ Օրինակ, լյուստրացիա տեղի է ունեցել Լեհաստանում,
Դա լյուստրացիա, ես հենց այդ եմ ասում։ Ձևակերպումը Որն է ծեսը, բառը, լյուստրացիա։ որն է այդ բառի Եվ այնտեղ ոչ մեկի եղունգները լյուստրացիա չեն քաշել, ոչ որը մեկին չեն սպանել։ լավ մեթոդ է, չէ՞ որ Բացահայտ Չէ, այստեղ շատ հստակ է լյուստրացիան ինքը ասենք, տերմին է։ Լյուստրացիան ինքը Սխալ տերմին է։ անկախ նրանից թե հին Հռոմում ինչպես են կիրառել, չգիտեմ, բայց ժամանակից քաղաքագիտության մեջ ինքը կիրառվում է որպես Այս տերմին։ լուստրացիան ոնց որ մինչև հիմա դաժե քրիստոնեության մեջ են կիրառում, մատաղանելու։ Ոչ մեկին իհարկե մատաղանել պետք չի։ Շատ լավ, խնդրեմ ձեր հարցը։ Ես ճիշտն ասած չհասկացա դուք ասացիք, որ մենք պիտի ստեղծենք վարձկանների բանակ, խոսքը գնում է պայմանագրային բանակի մասին, թե օտար երկրի այդ այսպես կոչված նայոմնիկների մասին։ Տեսեք, նայոմնիկ բառը որպես նայոմնիկ, այո, Չէ, ուղղակի մեր ժողովուրդը ավելի լավ է հասկանում այս բառը։ նայոմնիկ բառը արգելվում է, քանի որ ՄԱԿ-ի կոնվենցիայի մեջ գրած է, եթե մարդու միակ շահագրգռությունը դա գումարն է, նա արգելվում է, բայց մենք ունենք, ասենք, քրիստոնյա մեր գաղափարակից ընկերները, որ 44 օրից առաջ, ասենք, եկել էին ձեր բևեռը չէր ստեղծել ջոկատ, ինչպես 90-ականներին էր ստեղծված, հազարից ավել մարդ։ Չէ, 44 օրյա Հազարից ավել, 1200 մարդ։ Որ անունը ինչ էր այդ ջոկատը, ես չտեսա։ Անուն պետք չէր, Որտեղ եք կռվել։ Չէ, ստեղծել էր Ստորաբաժանում։ Որտեղ եք կռվել։ Ավարտեմ։ Հա, կներեք։ Ստեղծել էր Ստորաբաժանում, որը ուներ 1000-ից ավել մարդ։ Առկա են ստորաբաժանման ենթաստորաբաժանումները, սպայակազմը, մենք դիմել էինք ուրեմն գլխավոր շտաբին, նախարարությանը, մեզ շատ մեծ ջանքերի, ես արդեն Արցախում էի, բայց մնացյալները շատ մեծ ջանքերի միջոցով ուղարկել էին զորամաս վարժանքների, սակայն ամեն կերպ չէին ուղարկել Արցախ, մինչև որ հարցը հասավ վարչապետ Կոչեցյալի հետ քննարկմանը եւ վարժանավետության շատ հստակ հարց էր բարձրացրել, ինչի առկա ստորաբաժանումանը թույլ չեն տալիս մեկնել Արցախ։ Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ տեքստով պատասխանել էր. Ես եմ այդ հրամանը տվել։ Ձեզ թույլ չեն տալու գնալ։ Ես չգիտեմ, ես գիտեմ իմ ընկերները գնացել են ջոկատներով, կռվել են Փարաքարի ջոկատը, մի խոսքով, լավ, հիմա պատասխանեմ ձեր հարցին։ Հա, այդ ուրեմն վարձկան նկատի ունեք, էլի, որտեղ տարբեր մեր քրիստոնյա գաղափարախոս ընկերները, ովքեր որ նույնիսկ 44 օրյա պատերազմի ժամանակ պատրաստ էին գալ, քանի որ ելի եմ ասում, ես չտեսա որ քաղաքական ուժերը ստեղծեին ջոկատներ, ինչպես որ 80-ականներին էր, արաբո կար, հապ կար, հա գնում կռվում էին, օգնում էին մեր կանոնավոր բանակել այն ժամանակ չկար։ Հա, ես եկա եւ առաջարկեցի, որ ժողովուրդ ջան կան մեր քրիստոնյա գաղափարախոսները, մեր հոգեվոր գաղափարակիցները, մեր հոգեվոր եղբայրները, կապ չունի մաշկի գույնը, կան նույնիսկ ոչ քրիստոնյա բուդդիստական, որ ցանկություն ունեն գան պաշտպանեն մեր հայրենիքը մեր զինվորների հետ միասին, բայց վճարի դիմաց։ Վճարը այդ ժամանակ ասում ենք մենք ենք վճարելու։ Ամեն գործ կար մարդ, որ առանց վճարեր, կար մարդ, որ վճարով էր։ Առանց վճարը վարձկան չի, կամավոր է։ Այստեղ տարբերություն կա։ Կար մարդ, որ վճարով էր, կար մարդ, որ մեծամասնությունը վճարով է։ Ամեն մարդ պետքա իր գործի համար աշխատանքի դիմաց վճարվի, մենք ստրկատեր չենք։ Գաղափարի կռիվ չէր, դե աշխատանքի կռիվ էր։ Չէ, գաղափար, այդ մարդը տուն ապահովում։ Ես որ գաղափարով գնում եմ Արցախ բանել, իմ համար всё равно է, ինձ աշխատավարձ տալու են, չեն տալու։ Հա, բայց եկեք հիմա հակառակ կողմին նայենք, ջիհադիստները, որ մենք այդպես էլ ոչ մի դատարանում չեն կարողանում ապահովել, որ նրանք վարձկաններ են, քանի որ նրանք գտնում ենք չեկերը, գումարները, վճարները, բայց չեն կարող ապացուցեն, քանի որ նրանք ջիհադիստ են համարվում, եկել են գաղափարի համար։ Մենք ստրկատեր չենք։ Դա տերմին է, որը պետք է օգտագործվեր վարձկաններ բերելու համար։ Վարձկանը, ասում եմ, ասենք մասնավոր բանակներ, որը նրանք վարձկան են, նրանք փողի համար կռվող մարդիկ են։ Չէ, մի րոպե, մենք մարդկային ռեսուրսի լուրջ խնդիր ունեինք, հա։ 44 օրյա պատերազմի ընթացքը կարող էր լրիվ ուրիշ կերպ ընթանալ։ Ու այսօրվա զոհվածի ծնողը, այսօրվա անհետ կորածի ծնողը, երբ որ հասկանում է, որ կար մի ուժ, որ եկել էր այդ առաջարկով, որ իր տղան կարող է զոհված չլներ, որ իր տղան կարող է անհետ կորած չլներ, նրանք շատ վատ են այդ հարցը ընդունում, հասկանում եք, որ ոնց եղավ, այս հասանք վերջի վերջո հստակեցման խնդիր կա։ Ես հիմա կարծիքս կասեմ։ Մասնավոր բանակ։
Հասկացա, վարձկանների մասնավոր բանակ։ Ամբողջ աշխարհն է օգտագործում, Իրաքը Ամերիկան գրավեց Blackwater-ի շնորհիվ։ Ամերիկայի բանակը Քուվեյթից չերել մտել էս երկրորդ գրավելը, Ամերիկան օգտագործեց Blackwater-ին, հետո այն հարսանիքի դեպքից հետո հանեցին, հիմա անունը փոխեց, էլի Blackwater չի, էջենսի Աշխարհում տարածված երևույթ։ Ես ճիշտ ասած երևույթ չեմ է։ համաձայնի դրա հետ, որ ԱՄՆ-ն Իրաքը Blackwater-ի միջոցով գրավեց, կիրառվում էր ԱՄՆ-ի ավիացիան, կիրառվում էր ԱՄՆ-ի ամբողջ բանակը, կիրառվում էր նավատորմը, բայց ես ինչի հետ համաձայն չեմ ձեր առաջարկի։ Նայեք, վարձկան բանակը ինքը մարտունակ բանակ չի, առասարակ աշխարհում։ Ինչու՞։ Որովհետև վարձկանը փողի համար եւ ուրիշի օտար հայրենիքի համար երբեք իր կյանքը չի վտանգում։ Եվ երբ որ այդ կյանքին մի փոքր վտանգ է առաջանում, այդ մարդիկ փախնում են, առաջացնելով հələ քաոս, երբ որ փախուստ է առաջանում։ Նայեք, մեր հակառակորդը զինված է գերժամանակակից միջոցներով, ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական։ Ընդհանուր մինչև արբանյակային հետախուզության միջոցներով, որը գերճշգրիտ տվյալներ է փոխանցում բանակին։ Կարողանում են շատ մեծ հեռավորությունների վրա մեծ հզորության եւ կետային հարվածներ հասցնել։ Ունեն նավիգացիոն համակարգեր, որոնք դա թույլ են տալիս։ Այսպիսի ուժի դեմ դուրս բերել ինչ-որ վարձկանների կնշանակի կոտորեն այդ վարձկաններին։ Մենք պիտի ունենանք, նախ ես ասացի, մենք պիտի ունենանք պաշտպանական համակարգ, որը միայն բանակը չի։ Բանակը այդ համակարգի մի սեգմենտն է։ Ես չեմ համաձայնի ձեր այն պնդման հետ, որ մեզ ժամկետային զինծառայողներ պետք չեն, ինչու, որովհետև մեր մոտեցումը նաև ազգ բանակ պաշտպանական համակարգի ենթադրում է, որ ամբողջ հանրությունը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի մտնի մարտի մեջ։ Արա Պապյանի տղան մտնելու է մեջը։ Արա Պապյանի տղան ծնվել եւ մեծացել է Սփյուռքում եւ ապրում է միլիոնավոր ազգ բանակը Սփյուռքի մեջը չի մտնում։ Միլիոնավոր հայազգի սփյուռքահայերի նման գտնվում է Սփյուռքում։ Եթե այդ մարդը կուզենա կամավոր գա Հայաստանում կռվի, ես չգիտեմ, իրեն չեմ հարցրել։ Չէ, ազգ բանակ ես հասկացա Սփյուռքը մտնում է մեջը, չէ։ Նայեք, ազգ բանակ պաշտպանական համակարգը դա պետական համակարգ է, ոչ թե էթնիկ։ Նույն կերպ մենք կարող ենք ասենք, ուրեմն եզդին չպիտի կռվի մեր համար, չէ։ Եզդին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի պարտականություն, այսինքն դա պետական Դա համակարգ։ պարտադիր բան է, այդ ձեր ասած կոնսպեկտ այդ բանը ազգ բանակ այդ համակարգը պարտադիր է, ասենք մարդը եթե չի ուզում գնա ինքը, կամ եթե այդ մարդը ուրիշ տեղ է տալիս իր պարտքը հայրենիքի առաջ, այդ իշնիկ է ուժեղ։ Ինքը նստած ցեյնագի մեջ կարա խփի Բաքու լուբոյ տոշկի։ Իրան տանելու է առաջնագից։ Նայեք, դա անհեթեթություն է։ Վերցնել, այո, վերցնել, ասենք, ինչը այդ սովետական համակարգն է, վերցնել օրինակ կապավորին, անգամ այթիշնիկ չէ, մարդ, որը պահեստազորի անձ է, բայց կապավոր է, կամ հենց այթիշնիկ է կապի մեջ, եւ այս մարդուն ավտոմատ տալ, ասել գնա առաջեգից կանգնի։ Այդ մարդը հնարավոր է ընդհանրապես լավ չի տեսնում, լավ էլ չի կրակում, բայց կապի ոլորտում ինքը իրեն դրսևորելու է շատ լավ։ Ավելի խորացնեմ հարցը։ Ենթադրենք, որ ինքը ոչ էլ ծառայել է այթիշնիկ է, բայց որ իր մասնագիտության շրջանակներում նա բանակին եւ պետությանը կարող է տալ շատ ավելի մեծ պարտավորա, թե ինքը կամավոր պետքա դա անի։ Դրանում է իմ հարցը։ Շատ ավելի մեծ օգուտ, քան ինքը որ կգտնի առաջնագծում եւ միանշանակ նա չպետքա պարտավոր լինի պետությանը ավելի մեծ ծառայությունները թողնի եւ գնա առաջնագծում հələ մի բան է բեր դառնային մարդկանց վրա, ովքեր առաջնագծի համար ավելի պատրաստված են։ Բայց ես ավարտեմ միտքս։ Ժամկետային զինծառայությունը ինքը ոչ այնքան ուղիղ, հա, ինչպես սովետական մեթոդն է, սահման պահելու համար։ Ընդհանրապես սահմանին 18 տարեկանները չպետք է կանգնեն։ Պետք է պայմանագրային բանակը կանգնի։ Դրա համար ես ուզեցի ճշտեի վարձկանը ո՞րն է։ Իմաստը ո՞րն է։ Ինչի իմաստը։ Այդ սահմանին երեխեքին տանել կամ ասում չպիտի կանգնեն։ Պայմանագրայինը իմաստը։ Պետության պաշտպանությունը, սահմանի պաշտպանությունը։ Թիկունքում վարժանքներ, այսինքն ձեռով գրադ են բռնելու։ Չէ, ինչ են ձեռով գրադ բռնելու։ Դա բուֆերային գոտի չունենք եւ այսօրվա ԱՑՍ-ները կամ այդ հրթիռները բուֆերային գոտի լինել չլինել ընդհանրապես գոյություն չունի։ Տեսար Ադրբեջանը կատարում է զորավարժություն 20 կիլոմետր այսօրվա պատերազմների համար դա համարվում է այն ռուսական ուպորը, հա, ոնց որ մեկին մի մետրից սպանես։
տեսար գրադները կանգնած են։ Ասենք 46, 8, 10 մի բատալյոն, հա, լավ 240 հատ ռակետա գալու քո տղեկի վրա կանգնած են։ Ինչ ես ասելու։ Այ նայեք, ինչի ես ասեցի, որ այս հակառակորդի զինվածությունը հաշվի առնելով ավելի խորացնեմ ձեր հարցը։ Հակառակորդը ոչ միայն ունի գրադ համակարգեր, ունի օրինակ Սմերջ համակարգեր, որը մինչև 90 կիլոմետր խորություն է թույլ տալիս։ Ունի իսրայելական լորաներ, որը մինչև 250 կիլոմետր խորություն է թույլ տալիս։ Հիմա հարցը առաջանում, իսկ ինչպես պիտի մենք պայքարենք նման միջոցների դեմ, միանշանակ սահմանում կանգնած զինվորը այդ միջոցների դեմ չի պայքարում։ Ասեմ ավելին, այդ միջոցները կրակային դիրք չպետք է հասնեն։ Այդ միջոցները պիտի ոչնչացվեն կամ իրենց զորամասում, կամ զորամասից դուրս գալու պահին։ Այսինքն ագրեսոր ենք դառնում։ Չէ, երբ որ գալիս է քո վրա, դու Չէ, մարդը չի գա այսօրվա պատերազմները դուք երևի տեղեկացված, ասում են կատարում ենք զորավարժություններ։ Դու առաջի հարվածը մենք մեր ծրագրի մեջ դրել ենք, որ մենք բացելու ենք պատերազմի նախարարություն, որը որ թույլ է տալու առաջին հարվածի իրավունքը, այսինքն տեսած զորավարժություն քո սահմանի մոտ խփելու ես։ Նայեք, առաջին հարվածի Ղազախստանի սահմանի մոտ առաջին հարվածի իրավունքը սահմանված է միջազգային իրավունքով, այսինքն եթե հակառակորդի գործողությունները տվյալ դեպքում ձեր սահմանած զորավարժությունը ակնհայտորեն կարող են վտանգ ենթադրել քո պետության համար, դու իրավունք ունես արվում։ Դա կենաց է։ Նրանք զորավարժություն 2 շաբաթ անում են, ասում են մենք չենք էլ պատրաստվում։ Շատ լավ, դու ասում ես օպերատիվ հետախուզական այո ինֆորմացիայի վրա եւ դառնում ես ագրեսոր։ Չէ, չես դառնում, չէ, կներեք, չես դառնում եւ միջազգային փորձը դա շատ հստակ ցույց է տալիս, օրինակ կա Իսրայելի եւ Եգիպտոսի միջև պատերազմը, որտեղ Իսրայելը նախահարցակ եղավ։ Չէ, որովհետև Եգիպտոսը պատրաստվում էր հարձակման, առաջի հարվածը Իսրայելը տվեց եւ սա միջազգային Իսրայելը մի համ, Իսրայել երկու համաշխարհային պատերազմ եղավ Իսրայել ստեղծելու համար։ Ես չգիտեմ նման տեղեկություններ չունեմ, բայց ես պրակտիկան եմ ասում։ Միջազգային պրակտիկան թույլ է տալիս, երբ որ վտանգը ակնհայտ, այսինքն օրինակ ինչպես դուք ասեցիք, չէ, մոտեցել ես զորավարժությունները անում ես իմ սահմանի մոտ, մի արա այդտեղ, գնա այն թիկունքում արա, որպեսզի դու հնարավորություն չունենաս մտնելու։ Ասում անում եմ։ Դե դեպքում առաջի հարված իրավունքը դու ունես։ Ինչ վերաբերվում է արդեն միջոցին, ես ինչի ասեցի, որ այսպիսի բանակի դեմ պետքա ոչ թե վարձկանների բանակ լինի, այլ գեր ժամանակակից միջոցներով օժտված բանակ։ Այսինքն այդ միջոցները, որոնք որ դուք նշում եք, միջոցները, որոնք դուք նշում եք, պիտի ոչնչացվեն մինչև գրական կետեր հասնելը, որովհետև հասնելուց հետո նրանք կհարվածեն Երևան։ Շատ լավ, Գևորգ ջան, ուղղակի այստեղ մի հատ բան եմ ուզում ճշտեմ, այդ Իսրայելի հետ կապված շատ հետաքրքիր բան ես ասում, երկու համաշխարհային սկսեցին, որ ստեղծեն Առաջինի ժամանակ չստեղծվավ, Չէ, ես հասկանում եմ միտքը ինչու՞մն է, երրորդը ինչի են սկսել, որ ջնջեն այդ պետք։ Չէ, մեծանա։ Ինքը մեծանա թե ջնջեն։ Չէ, մեծանա, ինչի, միջև հասնի Թուրքիայի սահման։ Քրդստանի տակ քողարկված։ Լավ, հիմա մի հատ փոքր ասես ձեր այս իրար հետ խոսալու բանավիճելու ընթացքում իմ մոտ մի հատ հարց առաջացավ, թույլ տվեք հարցնեմ։ Մենք Ջերմուգի, Վարդենիսի, Սոտկի այդ հատվածներում ունենք Սև լճի, ունենք օկուպացված այս Ֆրանկիշտեին պետության կողմից իրենց տերորիստների կողմից օկուպացված մեր տարածքներից։ Այ խնդրում եմ մի հատ ասեք։ Դու եթե դառնաք այդ կառավարող ուժը, ինչպես եք լուծելու այդ հարցը։ Կոնկրետ տրվում է ողջամիտ ժամանակ, ողջամիտ ժամանակ ինչքան է։ Մոտավորապես 1 շաբաթ։ Հա, 1 շաբաթ տալիս է։ Հա, որպեսզի լքեն։ Այդ ողջամիտը։ Հա, դե տեխնիկա կա, պայմաններ կա, ցեխ։ Չէ, ով է իրանց ասի տեխնիկա կա։ Կա պայմաններ, ցեխա, չգիտես, չեն գնում կամ ոչնչացվում են կամ գերավարվում են, ուրիշ ձև չկա։ Ագրեսոր չեք ելնում այդ դեպքում։ Չէ, իհարկե ոչ։ Սկզբից թռուցիկների ձևով, սկզբից սպիտակ դրոշակով իրանց մոտ մարդ ուղարկելով, Բարսախ, սկիզբ չի կարա։ Թող լինի պատերազմ։ Մենք պատերազմի շեմին պատերազմը բերել են։ Մենք չենք պատերազմը սկսող, դա արդեն մեր դիմաց Ադրբեջանը չի հրաժարվել իր 153 միլիարդից, Ադրբեջանը չի հրաժարվում 300,000 ադրբեջանցի ուղարկելուց, որը որ վաղը մեր բանակում են ծառայելու կամ իրանք երեխաները, այսքան Ալիևը մեր երկրի մեջ իր բանակն է ունենալ, ասա ինքը չի փոխել իր կարգախոսները։ Լավ, այս տրիպը մի քիչ
գարանտիա տվել, հա, բայց Ինչու WhatsApp-ային չէ, Բա, այս որ- տրիպ համակարգը համակարգը կորցնում է, այդ մարդը համարը փոխում է, ինչ ես անելու այդ։ Ոչ, Չէ, ես չեմ հասկանում, որ ասում եք մի քիչ չէ, գարանտիա, ինչու մի քիչ, չէ, ես նկատի եմ մի քիչ Ադրբեջանի այդ հռետորաբարությունը փոխվեց։ Ադրբեջանին ուղղակի ասել են, թե մենք այս 20 տարվա մեջ չենք ոչինչ ասնի քո պետությունը։ Հանգիստ Հա, է, թե- հենց այդ ասում եմ ժամանակավոր Սյունիքը կորցնելու վտանգի առաջ էին կանգնած, ժամանակավոր հետաձգեց։ Հա, Այդքան պատերազմը բան։ հետաձգվեց։ Գևորգ ջան, Չէ, Սյունիքի Ես գրավումը հիշեցնեմ, հետաձգեց։ որ Ադրբեջանի ագրեսիան դեռ մինչև Թրամփը ԱՄՆ-ն ճնշեց, հիշենք, որ ջերմուկի վրա առաջխաղացումից հետո եղավ բայդենական ադմինիստրացիայի զանգ եւ զորքերը հետ գնացին։ Այս ինչ վերաբերվում է հարցին, մեր մոտեցումը շատ հստակ է, ես համաձայն եմ, որ պատերազմից վախենալ, պատերազմից փախչել մանավանդ պետք չի, ինչպես այսօր իշխանությունները, բայց պատերազմի գնալ էլ պետք չի, այսինքն սկզբունքը հետեւյալն է, մենք չենք ուզում պատերազմ, սակայն պատերազմից չենք փախչի, եթե մեր վրա հարձակվեն։ Այսինքն, երբ որ դու հակառակորդին, ինչպես այսօրվա իշխանությունները, այսպես չոքերը թուլացած ասում ես, որ վայ, ամեն ինչ կանեն, որ պատերազմ չլինի, ապա հակառակորդը ամեն ինչ վերցնում է քեզանից առանց պատերազմի, հակառակ պայմաններում, որը պիտի վերցներ պատերազմ։ Բայց արդեն հարցակվել։ մի րոպե, ես խոսում եմ օկուպացված տարածքների։ Իսկ հիմա արդեն ուղիղ հարց։ Կոնկրետ ինչ Նախ եք անում, առաջինը, հայրենիք։ մենք չենք ասում, որ Ադրբեջանը միայն օկուպացրել է սովետական Հայաստանի տարածքում գտնվող ինչ որ քառակուսի կիլոմետրեր։ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության Արցախի մարզը։ Մենք չենք ընդունում այսպես կոչված երկրորդ հանրապետության օրակարգը, սովետական Հայաստան, եւ համարում ենք, որ Արցախը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածք եւ այսօր օկուպացված է։ Ինչ ենք մենք անելու, օրինակ, եթե մենք եկանք իշխանության։ Իհարկե հաջորդ օրը չենք հրետակոծելու ուրեմն ադրբեջանական զորքերը։ Եթե մենք չենք վախենում պատերազմից, սա մի իրականություն է, բայց պատերազմին պետք է նաև պատրաստ լինել։ Եվ մենք տարիներ շարունակ կոչ էինք անում պատրաստվել պատերազմի, որ եթե պատերազմը գա, մենք պատրաստ լինենք։ Ցավոք սրտի այսօր մենք Գևորգ ջան, ջերմուկի այդ պատրաստ գագաթին չենք։ են։ Ինչ վերաբերվում է, նայեք, ինչ վերաբերվում է արդեն եւ ջերմուկի ուրեմն գագաթին նստած, այո, եւ Վարդենիսի գագաթին նստած, Սյունիքում Սև լճում են նստած, եւ ամբողջ Արցախն են օկուպացել, Սոտքում պլացդարմ են կառուցում։ Խարվաճառում Ադրբեջանը կառուցում է պլացդարմ։ Եվ Սյունիքի օտանավակայանի հենց հարևանությամբ։ Այո, ես խոսում եմ պլացդարմի մասին, ոչ թե դիրքերի։ Եվ Սյունիքի երկու կողմերում նա կառուցելու է պլացդարմ Սյունիք ներխուժելու համար։ Եվ ինքը արդեն Վարդենիսի մոտ, այսինքն Սոտքի մոտ կառուցում է կառուցել է Ինչ ենք անում։ պլացդարմ ներխուժելու համար։ Հիմա ինչ ենք անում։ Մեր առաջարկն է առաջին հերթին պատրաստվել պատերազմի, որ եթե հանկարծ ինքը հարձակվի, մենք ունենանք ժամանակ ըստ ձեր հաշվարկի պետք է պատրաստվել։ Պատերազմի պատրաստությունը անսահման է, դա Դրա ժամանակ համար հարցնում դա եմ։ ժամանակ Մենք չունի։ կոնկրետ խնդրեմ։ Հիմա ասեմ, դա ժամանակ չունի։ Երկրորդը, մենք պետք է հասկանանք, որ պետությունը դա միջազգային հարաբերությունների սուբյեկտ է։ Այսինքն ունի ոչ միայն ռազմական լծակներ, այլ նաև քաղաքական լծակներ։ Մի կողմից Արցախի շրջափակման ժամանակ ուր էին այդ լծակները։ կիրառողներ պիտի լինեն Արցախի շրջափակման եւ հայաթափման ժամանակ Ամերիկան մի հատ չզանգեց։ Հիմա ասեմ, Հայաստանի հարցազրույց է տալի, ասում է 16 եվրոպական երկրի նավթ եմ տալի, որից 10-ը եվրոպական միությանը, ինչ չխանգարեք։ Մարդը բաց տեքստով ասում է։ Նայեք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք պիտի դառնային այդ միջազգային հարաբերություններում գործոնը, անցան Ադրբեջանի կողմը եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից ժամեր առաջ Հայաստանի ղեկավարը հայտարարեց, որ Արցախահայությանը որևիցե վտանգ չի սպառնում։ Ֆրանսիայի կողմից հրավիրած։ Այո, որի ժամանակ անգամ հիշեցնեմ, որ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները կոպտագույն ձևակերպումներ արեցին Ադրբեջանի նկատմամբ, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչը ուղիղ հղում կատարեց Նիկոլ Փաշինյանին։ Ասես Դրանից առաջ Գևորգ ջան, ինչ ես դերից սկսում։ 9 ամիս գերվարված էր Իսկ 9 ամիս միջազգային Չզանգի Վաշինգտոնից, ասեն այ լագոտը։ Իսկ ինչի պիտի զանգեին։
Այսինքն իսկ Ինչի պիտի զանգի։ իրավունքները, մարդու Այս իրավունքները։ սա է խնդիրը, այո։ Պայմանագրի մասին չի խոսքը։ Չէ, պատասխանում ձեր հարցին։ Մենք իբրև ժողովուրդ, այսպես մունաթ ենք գալիս աշխարհի վրա, թե այլ պետությունները ինչի չեկան մեզ փրկելու։ Կարծես թե այդ այլ պետությունները դարդուցավ չունեն։ Իրանք մանդատ ունեին Մինսկի խմբով կներեք։ Ամերիկան ավարտեմ ու ձեր հարցին պատասխանեմ։ Հիմի որ ավարտելու պահին ուղղակի Նայեք, ավարտեմ ձեր հարցին պատասխանեմ։ Մինսկի խմբը ինչ էր։ Որտեղ այո, որտեղ Արցախյան հարցի Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի շրջանակներում, առանձին միջպետական հարաբերությունների շրջանակներում Արցախի հարցի բարձրացնող սուբյեկտը Հայաստանի Հանրապետության իշխանությունն էր։ Ինչով։ Բայց ՄԱԿ-ը չէր տվել այդ մանդատը, Հայաստանը հասկացան կողմ էր Հայաստանը։ Նայեք, ԵԱԿ-ը Մինսկի խմբում բանակցությունները Արցախի վերաբերյալ վարում էր Հայաստանի Հանրապետությունը։ Հարգելի Գևորգ ջան, ստորագրված հազարատ փաստաթուղթ կար, որտեղ այդ բեղավոր չեմ ասում ով ստորագրել է ինքը չի լուծելու այս խնդիրը, այս հարցը պատերազմի միջոցով։ Ինչի Ամերիկայի Միացյալ Նահանգները անկախ նրանից Փաշինյանը ինչ ասում, ականջի չպերեց չնստեցրեց։ Ասեմ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, որը որ այդ հարցը բարձրացնողն էր, այդ հարցը չբարձրացրեց։ Մանդատը ինձ տվել են Հայաստանը тут при чем։ Կներեք ավարտեմ։ Մանդատը տվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպելու։ Հիմա բանակցող կողմը ոչինչ չի անում։ Ընդհակառակը, ասում է դու պետք չես։ Ավարտեմ էլի, որովհետեւ միտքս միշտ կիսատ է մնում։ Եվ ուրեմն այն աջակցության մոտեցումները, որ ունեցավ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մինսկի խմբի համանախագահներից, մերժվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ես ամեն օր զանգում եմ Պուտինին։ Դուք մի խառնվեք։ Չէ, տեսեք, ՄԱԿ-ը տվել է մանդատ։ Հայաստանի հետ կապ չունի, ՄԱԿ-ն է տվել։ Իհարկե։ Նայեք։ Մի րոպե, եթե ստորագրվում է փաստաթուղթ 3 աշխարհի գերտերությունների մոտ ու իրանց երաշխավորությամբ, դե Հայաստանը Չէ, դուք սխալ մեկնաբանություն Ես անձամբ մասնակցել եմ Արսեն ջան Սուդանի դեպքը, ՄԱԿ-ը մանդատ էր տվել, Իսլամական Սուդանը համաձայն չէր լինում, բերեցին կապույտ կասկեքին կանգնացրեցին, ստեղծվեց քրիստոնեական Սուդան։ Այ բանը տեղի ունեցավ միջազգային, ուրեմն միջազգային գործիքի կիրառություն։ Հիմա նայեք, այստեղ ոնց պիտի կիրառվեր միջազգային գործիքը։ Նախ կրկնում եմ, եղավ առաջարկ աջակցության ու Հայաստանը մերժեց, բայց նախ Մինսկի խումբը այդ 3 պետությունը չէ, նրանց դրված համանախագահներն են, Մինսկի խումբը, ԵԱԿ Թուրքիան կար եւ շատ մեծ խումբ է, նրանք համանախագահներն են։ Եվ այդ խումբը ստեղծված էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունները ապահովելու համար, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանը պարտավորություններ էին ստանձնել ուժի եւ ուժի սպառնալիքը չգործադրելու եւ դեմ էին պարտականություն։ Իրար։ Ոչ։ Միջազգային հանրության դեմ։ Ոչ, միջազգային հանրությունը դա կազմակերպող եւ երաշխավորողն է։ Այ, ապրեք, երաշխավորը ուր մնաց այդ երաշխավորը։ Երաշխավորը մնաց այնտեղ, որ այդ այսպես ասենք տուժող կողմը այդ երաշխավորին չդիմեց, ասեց գործիքներդ կիրառի։ Տուժող կողմը ասեց քաշվեք մի կողմ բոլորը։ Լավ, դուք շատ լավ, Արտակ ջան, ես կոնտեքստով ես չավարտեցի։ Իսկ միգուցե այն ինչ որ ասում է, հեսա կավարտեք Գևորգ ջան։ Ուղղակի որ ընդհատում եք միշտ կարճ ամնում։ Ոչ թե ընդհատում եմ, ես ուզում եմ միտքը հասկանամ։ Միտքը, քանի որ ամբողջական պիտի լինի, ես չեմ կարողանում ավարտեմ։ Ավարտեք։ Հա, պետությունը նաև միջազգային հարաբերությունների սուբյեկտ է եւ պիտի կիրառվի բոլոր այն գործիքները, որոնք կան միջազգային հարաբերություններում։ Դուք նշեցիք Մինսկի խմբի հանգամանքը, որը լուծարվեց այս իշխանությունների միջոցով, սակայն կան մի շարք այլ գործիքներ, ինչպես ուրեմն կազմակերպությունների, այս կամ այն կազմակերպությունների միջոցով, այնպես էլ միջպետական հարաբերությունների միջոցով։ Մասնավորապես Ֆրանսիայի, Հունաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Հնդկաստանի հետ փոխհարաբերությունների։ Չի աշխատում։ Շատ լավ, ավարտեցիք Գևորգ ջան, շնորհակալություն։ Հիմա Արտակ ջան, հարցից մի հատ էս հարցը կտամ, դուք կարաս արդեն պատասխանես Գևորգի ասածին։ Իմ կարծիքն եմ ես ասում ու հարց եմ ձևակերպում։ Իսկ միգուցե նույն արևմուտքը ուզում էր, որ Հայաստանում
ամեն ինչ ընկներ մի հատ ուրիշ պետության գրբանը, հագա ռուսական, մենք պրյամոյ ասում Ռուսաստանը, հագա ռուսական տրամադրություններ ստեղծվեն, որ այդ նույն խաղապաները ոչ մի բան չկարացան անեն, իրանք արեցին այն ինչ որ արեցին, որպեսզի ու գեներացնեն այս process-ները, որ այսօր մեզ տանում են, արճակատման Ռուսաստանը։ Արսեն ջան, նախ ասեմ, որ միշտ հաղթող կողմի վրա դրած է բեռ ապաշրջափակման 30 տարի մենք ձախողեցինք, աշխարհը պայմանավորվեց, որ մեր ձեռքից պետքա խլեն, այդ նույն Ռուսաստանն էլ էր խառնված, երբ որ զենք էր ծախում, նա զենք չէր ծախում, Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չուներ Ռուսաստանի հետ, ամբողջ աշխարհից կարող էր զենք առնել, բայց իբր գնեց զենք 15 միլիարդի Ռուսաստանից, որը որ իրականում կրակելու թույլատրություն էր, ոչ թե զենք էր գնում, այսինքն երբ որ աշխարհը պայմանավորվում է հարցակում են, երբ որ չի պայմանավորվում չեն հարցակում, այստեղ Ռուսաստանը վատն էր, թե այն good cop, bad cop, հա, այդ լավ плохой полицейский, хороший полицейский խաղալու ժամանակը չկար, Ադրբեջանի վրա դրված ապաշրջափակումը նա էլ է ձախողելու, նա էլ չի կարող, նա էլ անգած Ռուսաստանի ազդեցության տակ չի կարողանալու ապահովի, միայն մնալու է ուժայինը, այստեղ կերևա ուժայինի ժամանակ կպայմանավորվեն, թե չեն պայմանավորվի, որպեսզի ուժայինով այս ապաշրջափակում, հա, չգիտեմ, Տրամպի ուղի, ես ասենք մետաքսի ուղի եմ անվանում, 4 միլիարդ մարդ աշխարհում պետք է իրար հետ կապնվի, պետք է, մեզ չեն հարցնելու։ Հիմա մենք մեր շահերը կկարողանանք ներկայացնել, մեր շահերը դնել ազգային շահերը։ Ես տեսել եմ ոնց են այդ շահերը ներկայացվում եւ ոնց են ստեղծվում, հա։ Չկարողացանք ներկայացնել, ուրեմն կամ ասորիների պես, քրդերի պես պետականություն են կորցնելու կամ էլ ինչ-որ մի մաս այդ պետականության մի մաս են կորցնելու։ Հիմա Չէ, մեզ արդեն մաս չի մնացել, մնացել է վերջի մասը։ Չէ, դե հիմա ասում է, Էրդողանը ասում է, տվեք Սյունիքին ավտոնոմիա, հա, բայց ինչի ավտոնոմիա, ընդ եզդիներ չեն ապրում կամ ավտոնոմիա տրվում է, երբ որ ինչ-որ էթնիկ խումբ է այնտեղ ապրում։ Այսինքն այնտեղ ապրում են հայեր, մեզ էլ ասում են տվեք ավտոնոմիա, բայց ինչ ավտոնոմիա։ Ինչու՞, նույն այդ ռուսական ծրագիրն էր։ Ռուսները Արցախցի կային մի քանի հատ հաստավից գեներալ, որ նրանց համոզել են, հեսա Սյունիքը գրավում ենք, միացնում ենք Արցախին, դուք դառնում եք մի հատ պետություն։ Կային այդ ձև արցախցիները կային, Հենեք, բանը Թուրքիան շատ վաղուց արդեն պլանավորված իրականացնում է թուրքական աշխարհ պրոյեկտը։ Դա ինքը չի թաքցնում, արկա է այդ ուրեմն այդ պրոյեկտը բերե։ ասամբլեան Ռուսաստան։ Ես կասեմ բրիտանական պրոյեկտ։ Չէ, սկզբից ցարական Ռուսաստանն է։ Նայեք, սովետական միությունը իր էության մեջ ըստ էության ռուս-թուրքական համագործակցության ուրեմն ֆորմատ էր։ Իդեպ մեր տարածքցաշրջանում ուրեմն կիսումը տարածաշրջանի տեղի ունեցել ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրով։ Այսինքն դա ռուս-թուրքական ֆորմատ էր, սովետական միություն կոչեցելը, բայց դա լրիվ զուգահեռ քննարկում է։ Թուրքիան փորձում է ստեղծել այդ թուրքական աշխարհը, ինչի պայմաններում նա որևիցե շանս բաց չի թողնի, ոչ ուղիղ մեծ հավանականությամբ Ադրբեջանի միջոցով Սյունիքը գրավելու, որովհետև այդ ճանապարհը թուրքական աշխարհի անցնում է Սյունիքով։ Ինչպես նաև Ադրբեջանը ես ինչի առանձնակի շեշտեցի Սոտկում արկա ուրեմն պլացդարմի մասին, Քարվաճառում ավելի ճիշտ։ Ադրբեջանը պատրաստվում է մտնել Գեղարքունիք նաև, ոչ միայն Սյունիք։ Ինչու, որովհետև Ադրբեջանի ուրեմն վարելահողերը չորանում են եւ նրանք շատ ուղիղ են դրա մասին խոսում, իսկ գլոբալ տաքացման հետևանքով նրանք ավելի ու ավելի չորանալու են։ Ադրբեջանը այն պետությունը չի, որ քթի տակ ունենա Սևանալիչ եւ չմտնի չգրավի։ Շատ լավ։ Եթե մենք մի կարճ, եթե մենք այս ամենին չենք պատրաստվում, թե ռազմական տեսանկյունից եւ թե քաղաքական տեսանկյունից, եւ եթե այս երկու կոմպոնենտներից մեկը մենք անտեսեցինք, մենք պարտվելու ենք պատերազմ։ Այսօրվա հաղորդման վերջին հարցն եմ տալիս, խնդրում եմ ընդամենը 2 րոպե պատասխանը, ոչ ավել, որովհետեւ վերջացնում ենք այսօր հաղորդումը արդեն, всё, ժամանակ չմնաց։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական դրոշը, որ այսօր ինքը առել է ու թմբուկը, որ խփում է ու ասում է, դա խաղաղություն բառն է։ Եվ ես ինչքան որ հասկանում եմ, եթե կլինի ուժ, որը հագափաստարկներով մարդկանց կապացուցի, որ սա խաղաղություն չի, այլ դանդաղ ընթացող պատերազմի սկիզբը,
այդ ուժը, եթե կարողանա հիմնավորի, ինքը կստանա ավելի մեծ դիվիդենտներ, այն 200-300 հազարը, որ չի ուզում մասնակցի, ես նկատում եմ այդ մարդկանց մոտ։ Խնդրում եմ ասեք, ինչքանով սա խաղաղություն չի։ Օրինակ, սահմաններին չկա զոհեր, չկա տիպուկարների, չկա զորավարժություններ, չկա շարժը, Զորավարություններ կան։ հա, զինտեխնիկայի շարժ չկա շատ մեծ քանակությամբ, այսինքն այդ վտանգի բանը մեր ժողովուրդը ոնց որ հանգստացել է։ Ինչով սա խաղաղություն չի, կամ խաղաղություն է։ Ես համաձայն չեմ լինի, որ զոհեր չկան, չունենք այդ ինֆորմացիան, մենք զոհեր տեսնում ենք, բայց փոխված է ինչ որ վառվում են մեր զինվորները կամ ինքնասպան են սկսել լինել մասսայական, հա, մենք չունենք այդ ինֆորմացիան, որ հաստատենք զոհեր չկա։ Ես կասեմ, որ խաղաղություն եւ զիջողականություն դրանք տարբեր բաներ են, Փաշինյանի եթե հաղթեց, հա, նա իր հերետաբարանությունը վրասելի փոխելու է, գալու է էլի ասի, եթե չտանք պատերազմը, եթե չտանք պատերազմը։ Այդքանը իսկ օպոնենտիս էլ ասենք մի հատ էլ հարց ունեի, բայց երևի ժամանակը չի հերիքի։ Փորձեք կարճ, եթե կարող Բևեր կոչվում են ահագին մարդիկ դուրս են եկել, Խզմալյան, այն սկզբի ստեղծողներից, ասենք այդ ո՞նց է էլի լինում։ Նայեք, Մի քանի անուն, հա, Հայկը հասկանալի է, դե անունները նայեք, քաղաքական հարթակը ինչպես բերում է դեպի իրեն մարդկանց, այդպես էլ որոշ մարդիկ կարող են ունենալ անհամաձայնություն եւ դուրս գալ։ Մենք տասնամյակներ կարելի է ասել արդեն պայքարի մեջ ենք եւ նայեք նախախորհրդարանի ֆորմատը ունեցել ենք, հիմնադիր խորհրդարան, Սասնածռեր կուսակցություն, ԲՎՌ եւ այս ընթացքում բազմաթիվ են եղել մարդիկ, ովքեր որ մոտեցել են, հեռացել են, Խզմալյանի անունը տվեցիք։ Խզմալյանը եղել է նախախորհրդարանի անդամ, հետո դուրս է եկել, հետո էլի վերադարձել է ԲՎՌ-ի անդամ, հետո նորից է դուրս եկել, այսինքն սա այն բնականon գործընթացներն են, որոնք լինում են բաց քաղաքական ուժերի մոտ։ Հիմա ես պատասխանեմ խաղաղության վերաբերյալ հարցին։ Նայեք, ամբողջ աշխարհի ամենախաղաղ տարածաշրջանը Եվրոպան տոտալ պատրաստվում են պատերազմի։ Բոլորն անխնդիր, մեծ եւ թե փոքր։ Նայեք մեր տարածաշրջանը, այրվում է կրակների մեջ բոլոր կողմերից։ Իրան, Թուրքիա, Մերձավոր Արևելք, ամեն օր։ Եվ եթե աշխարհի ամենախաղաղ տարածաշրջանը պատրաստվում է պատերազմի, ուրեմն մենք պետք է պատրաստվենք քառակուսի անգամ։ Ադրբեջանը նախ մեծ զորավարժություններ անցկացնում, այդ թվում նաև Թուրքիայի հետ միասին։ Ադրբեջանը գերզինվում է։ Պատրաստվում է ձեռք բերել 40 մարտական ինքնաթիռ։ Սա նման փոքր պետության համար ահռելի ուժ է։ Պակիստանից արդեն մատակարարումները առաջին կան։ Ձեռք է բերում գերժամանակից հեռահար միջոցներ, այդ թվում նաև թևավոր հրթիռներ եւ հեշտությամբ կարող է ռմբակոծել Երևանը։ Ադրբեջանը պատրաստվում է ոչնչացնել Հայաստանը։ Եվ ուղղակի այսօր կա ԱՄՆ-ի արգելքը եւ Իրանի արգելքը քաղաքական բնույթի։ Դրա համար նա չի մտնում Հայաստան։ Երբ որ այս քաղաքական արգելքները վերանան, նախ Սյունիքը պատկերացնենք, Սյունիքը ընդամենը 30 կիլոմետրանոց պարանոց է։ Եթե մի կողմից դասական փողային հրետանին կրակի, կկպնի մյուս ռազմաճակատի թիկունքին։ Եվ այսպիսի պայմաններում Ադրբեջանը շանսը բաց չի թողնի։ Դրա համար առաջին հերթին իրավական գործիքը մենք չպետք է հանձնենք Ադրբեջանին եւ մենք չպետք է հրաժարվենք Արցախից, ճանաչելով այսպես կոչված սովետական Ադրբեջանը, մենք չպետք է հրաժարվենք քաղաքական գործիքից եւ միջազգային հարաբերություններում պիտի անընդհատ ճնշենք Ադրբեջանին եւ մենք պիտի ուրեմն ստեղծենք եւ զարգացնենք ռազմական պաշտպանական գործիքը, ստեղծելով պաշտպանական համակարգ։ Շնորհակալություն, այսքանով մենք հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Հիշեցնեմ նաև մեր հետևորդներին, որ ազգային ժողովրդական բևեռի խորհրդանի ընտրությունների ցուցակի երկրորդ համար Գևորգ Սաֆարյանն էր մեր հյուրը եւ Քոչարի կուսակցության հիմնադիր նախագահ վարչապետի տեխնացու Արտակ Սարգսյանը։ Շնորհակալություն ձեզ։ Ժողովուրդ ջան, կոճակը սեղմում եք լայքի եւ բարոյականները բարոյական կոմենտարիաներ գրում, անբարոյականները անբարոյական կոմենտարիաներ են գրում։ Անբարոյականները չեն գրում, գնում են տուն։ Չէ, թող գրեն, որ մենք իմանանք իրանք ովքեր են։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Սիրո։